Հանցավորները վճարահաշվարկային տերմինալներից նախապես պատրաստված կեղծ թղթադրամների միջոցով տարբեր բանկային հաշիվների գումարներ են փոխանցել։ Այս բազմադրվակ գործի նախաքննությունը վստահվել էր Ավան եւ Նոր վարչական շրջանների քննչական բաժնին։ Երևան քաղաքի երկու բնակիչները խորամանկ քայլով հաջողել էին մոլորեցնել վճարահաշվարկային տերմինալներին, այլ կերպ ասած, նախապես պատրաստել էին իրական թղթադրամները այնպես, որ տերմինալ մուտք կատարելուց հետո դրանք կարողանան հետ հանել։ Միևնույն ժամանակ տերմինալի վրա արտահայտված թողնելով մուտքագրված գումարի չափը։ Հանցավոր սխեմայի միջոցով նույն թղթադրամը մի քանի անգամ տերմինալ մուտք անելու եղանակով սարքից հափշտակել էին խոշոր գումարներ։ Ի վերջո, ինչպես յուրաքանչյուր հանցավոր գործունեություն, այնպես էլ սա կարճ կյանք ունեցավ եւ օպերատիվորեն բացահայտվեց իրավապահների կողմից։ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Տարպինյանը եւ Ղազումյանը համատեղ Երևան քաղաքի տարբեր վճարահաշվարկային տերմինալների միջոցով կատարում են նախապես հարմարեցված գումարների փոխանցումներ, որոնք իրականում բանկային քարտերում եւ բանկային հաշիվներում չեն մուտքագրվում։ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին հաղորդման վերաբերյալ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին անմիջական օրենսակաց հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացիներ Դարբինյանը եւ Ղազումյանը ձերբակալվել են։ Համապատասխան միջնորդությունների հիման վրա որոշումներ է կայացվել քաղաքացիներ Ղազումյանին եւ Դարբինյանին քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին եւ վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։ Համապատասխան միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի տանուրիվարչության առաջին ատյանի քրեական դատարանին մեղադրանքների նկատմամբ կալանավորումը որպես խափանմիջոց կիրառելու նպատակով։ Երևան քաղաքի տանուրիվարչության քրեական դատարանի կողմից քաղաքացի Դարբինյանի նկատմամբ այլընտրանքային խափանմիջոց է կիրառվել տնային կալանքի 2 ամիս ժամկետով եւ գրաբը 1 միլիոն դրամի չափով։ Իսկ քաղաքացի Ղազումյանի նկատմամբ խափանմիջոց է կիրառվել կալանքը 2 ամիս ժամկետով։ Քննության ընթացքում բացահայտվեցին հանցավորների եւս մի քանի նմանատիպ արարքներ։ Պարզվում է, քաղաքացիները ճակերտավոր հեշտ գումար աշխատելու համար ջանք չեն խնայել։ Քննության ընթացքում նաեւ պարզվել է, որ քաղաքացի Դարբինյանը եւ Ղազումյանը Երևան քաղաքի Գյուրջան 8-2 հասցեից եւ 7-3 հասցեից նախապես իրականացրել են նաեւ 620 եւ 60000 դրամ գումարի փոխանցումներ, որոնք նույնպես բանկային քարտերում մուտք չեն եղել եւ տերմինալներում գրանցվել են որպես պակասորդ։ Բացի այդ նաեւ պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին 2024 թվականի դեկտեմբերի 7-ին քաղաքացի Ղազումյանի կողմից Իջևան Բլբուլյան 6-102 հասցեում տեղակայված վճարահաշվարկային տերմինալի միջոցով թվով 1.20000 դրամ գումարի փոխանցում է կատարվել բանկային քարտին, որը եւս գրանցվել է որպես պակասորդ։ Ինչպես նաև պարզվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ին քաղաքացի Դարբինյանի կողմից թվով 22 հատ 20000 դրամների փոխանցումներ է իրականացվել բանկային քարտին, որոնք եւս գրանցվել են որպես պակասորդ։ Նախաքննության ընթացքում նաև խուզարկություն է իրականացվել Դարբինյանի կողմից շահագործվող BMW մակնիշի ավտոմեքենայում, որտեղ ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել են նախապես հատուկ պատրաստված թվով 1 հատ 5000 դրամ գումար, թվով 2 հատ 10000 դրամ գումար եւ թվով 1 հատ 20000 դրամ գումար։ Ինչպես նաև տարբեր անձանց անուններով Արշին բանկի եւ Էվոկա բանկի բանկային քարտեր, իսկ ավտոմեքենայի բնակիչից նաև հայտնաբերվել է վճարահաշվարկային տերմինալի սարքավորման մասեր, ինչպես նաև կպչուն ժապավեններ եւ երկաթյա կանոններ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշումներ են կայացվել մեղադրյալների նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդումներ հարուցելու, վերջիններիս մեղադրանքները փոփոխելու վերաբերյալ։ Դարբինյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում, արդեն նախատեսված քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետերով նախատեսված 3 դրվագ հանցավոր արարքների կատարման համար եւ 1 դրվագ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախատեսված։ Իսկ մեղադրյալ Ղազումյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում նախատեսված քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետերով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար կրկին 3 դրվագ եւ 1 դրվագ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված։
նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։ Նախաքննությամբ իրականացված լրիվ օբյեկտիվ է բազմակողմանի նախաքննության տասկում հնարավոր չի եղել պարզել այն անձի ինքնությունը, ով նախապես պատրաստված հատուկ թղթադրամները, ինչպես նաև բանկային քարտերը, վճարահաշվարկային տերմինալի սարքավորման մասերը իրացրել է նշված անձանց։ Նշված մասով քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի ալեջիկ էդի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ 2025 թվականի մարտի 27-ին մեղադրյալների նկատմամբ կազմվել է մեղադրական եզրակացություն եւ ուղարկվել դատարան։